Բարի երեկո, ալիմենտային պարտավորություններ ունեն ոչ միայն ծնողները իրենց զավակների նկատմամբ, մասնավորապես ոչ միայն բաժանված ծնողները, այլև երեխաները, տատիկները, առաջնային կամ երկրորդային ազգականները, մի խոսքով մարդիկ, ովքեր ունեն պատասխանատվության զգացում եւ օրենքով եւ իրավական կերպով սահմանված պարտավոր են վճարել ալիմենտներ։ Այսպիսով շատ հաճախ այդ ալիմենտների վճարման պարտքը պահանջը տեղի ունենում մարդկային գործոնի շնորհիվ կամ պատճառով, թե որոնք են օրենքները, որոնք պետք է ձեզ ուղղորդեն կամ այնպես անեն, որպեսզի ապահովագրված լինեք սխալ վճարումներից, կամ ինչպես պետք է մարդը կարողանա պատասխանատու լինել իր օրենքի շրջանակներում իր ընտանիքի համար, սա կիմանանք այսօր, որ պարագայում են վճարվում ալիմենտներ եւ ինչպես։ Մարդկային գործոնն այսօր անդրադառնում այս խճճված եւ շատ կարեւոր թեմային։ Բարի երեկո։ Ալիմենտ բառը լատիներեն ծագում ունի եւ նշանակում է ապրուստի միջոց, սնունդ։ Ալիմենտ վճարել նշանակում է ապրուստի միջոց տալ։ Այն ընտանիքի մեկ անդամի կողմից տրվում է մյուսին։ Ալիմենտային պարտավորությունների առաջացումը միշտ էլ վկայում է ընտանիքի անդամների միջև նորմալ ընտանեկան կապերի խախտման, ընտանիքի անդամների միջև առանձին հարցերի լուծման գործում պետական մարմինների միջամտության անհրաժեշտության մասին։ Ծնողների եւ զավակների ալիմենտային պարտավորությունները նաեւ տևական պարտավորություններ են։ Զավակների, ծնողներից ալիմենտ պահանջելու իրավունքը կարող է իրականացվել նրանց անչափահասության ընթացքում, իսկ եթե արդեն չափահաս են, ապա նրանց անաշխատունակ եւ կարիքավոր լինելու դեպքում։ Նման պարտավորությունից չեն կարող խուսափել նաև հայտնիները։ Հայտնի հոլիվուդյան դերասան Թոմ Քրուզի նախկին կին Քեթի Հոլմսը ըստ համաձայնագրի արդեն նախկին ամուսնուց անձնական ծախսերի համար գումար չի ստանա, սակայն Թոմը ամսական $33,000 ալիմենտ կվճարի իրենց դստեր Սուրիի համար։ Թոմը ալիմենտ կվճարի մինչև Սուրիի չափահաս դառնալը։ Դերասանը նույնիսկ վճարելու է նրա բժշկական ծախսերը։ Սուպերմոդել Լինդա Եվանգելիստան Սելմա Հայքի ամուսին Ֆրանսուଆ Անդրի Պինոյից կլորիկ գումար է պահանջում Ֆրանսուայից ծնված իր որդու խնամքի համար։ Լինդայի եւ ֆրանսիացի միլիարդատիրոջ սիրավեպը սկսվել է 2005 թվականի վերջին եւ տևել ընդամենը 4 ամիս։ 2006 թվականին Պինոն սկսել է հանդիպել Հայեկի հետ, իսկ Եվանգելիստան լույս աշխարհ է բերել առաջնեկին, որին անվանել է Ավգուստին։ Եվանգելիստան, որի կարողությունը գնահատվում է $8 միլիոն, ամենամսյա $46,000 ալիմենտ է պահանջում հնգամյա որդու համար դայակներ, թիկնապահներ եւ վարորդ վարձելու ծախսերը հոգալու համար։ Սկանդալային քաղաքական գործիչ Սիլվիո Բերլուսկոնին օրական €100,000 ալիմենտ է վճարում։ Ըստ օրենքի, ամուսնալուծությունից հետո կինը պետք է այնքան գումար ստանա, որքան անհրաժեշտ է ամուսնության ընթացքում վարած կենսակերպը շարունակելու համար։ Նման խոշոր գումարի պատճառներից մեկն այն է, որ Լարիոն չի հավակնում անշարժ գույքին։ Իսկ ահա Կալիֆոռնիայի նախկին նահանգապետ հոլիվուդյան աստղ Արնոլդ Շվարցենեգերը մտադիր չէ ամուսնալուծությունից հետո նախկին կնոջը Մարիա Շրայվերին ալիմենտ վճարել։ Ալիմենտն ու դատական ծախսերը հիմնական այն հարցերն են, որ տարաձայնություններ են առաջացնում վաղուց արդեն ամուսնական կյանքով չապրող հանրահայտ այզույքի միջև, քանի որ 4 զավակներից երկուսը 21-ամյա Քեթրինն ու 19-ամյա Քրիստինան արդեն չափահաս են ու օրենքով իրենք կարող են հոգալ սեփական կարիքները։ Պատահում են նաև այսպիսի դեպքեր։ Իսպանիայում հղիության արհեստական ընդհատում նորմալ իրականացնել չկարողացող բժիշկը ստիպված է այդ կնոջը 26 տարի ալիմենտ վճարել։ Հղիության 8-րդ շաբաթում կինը դիմել է գինեկոլոգի ծառայությանը, ինչից հետո անցկացվել է իբրև թե բարեհաջող վիրահատություն։ 3 ամսից պարզվել է, որ հղիության արհեստական ընդհատում տեղի չի ունեցել։ Իսպանուհին վերադարձել է բուժ հաստատություն, որպեսզի ընդհատի հղիությունը, սակայն նրան մերժել են։ Արդյունքում նա լույս աշխարհ է բերել առողջ որդի։ Նրա փաստաբանը խորհուրդ է տվել դիմել դատարան եւ մեղադրանք ներկայացնել բժշկի դեմ։ Մայորկայի դատարանը պարտավորեցրել է բժշկին իր հաշվին պահել փոքրիկին մինչև չափահաս դառնալը։ Գինեկոլոգը կնոջը կվճարի €150,000 որպես բարոյական վնասի փոխհատուցում եւ ամեն ամիս €978 մինչև երեխայի 26 տարեկան դառնալը։ Վերջերս Յակուտիայի բնակիչը Սուրբ Վալենտինի օրվա առիթով նախկին կնոջը վճարել է 7 տարվա ալիմենտները։ Տղամարդը դատարան էր եկել նախկին կնոջ հետ եւ վճարել 2 դուստրերի համար նախատեսված $304,690 ռուբլի ալիմենտ։ Տղամարդը խոստացել է, որ այսուհետ ժամանակին է վճարելու ալիմենտները եւ պարտքեր չի կուտակելու։ Մեզանում ալիմենտային նման միլիոնների վճարներ նախատեսված չէ, սակայն եղածն էլ շատերը հրաժարվում են վճարել։ Բողոքները շատ են, միայնակ մնացած կանայք առավել խոցելի, իսկ ապրուստի միակ միջոցն էլ շատ հաճախ դառնում են հենց այդ վճարները։
Իհարկե այս աստղաբաշխական թվաբանության մասին չէ խոսքը, մենք այսօր փորձելու ենք հասկանալ, թե օրենքով ինչպես է նախասահմանվում, կարգն ինչպես է եւ ալիմենտային ինչպիսի վճարումներ կան ու ինչ անել, որպեսզի մարդու իրավունքները պաշտպանված լինեն։ Այս առումով այս թեման քննարկելը շատ կարեւոր է, հրավիրենք մեր առաջին հյուրերին Մալաթիա նոտարական տարածքի նոտար Թեհմինե Ավագյանին եւ իրավաբան փորձագետ Գոհար Կոստանյանին։ Բարի երեկո, շնորհակալություն գալու համար։ Համեցեք Գոհար։ Թեհմինե, կարող եք ասել ինչպիսի կամ ինչ գործառույթներ է իրականացնում նոտարական գրասենյակը ալիմենտային պարտավորությունները հստակ կազմակերպելու համար։ Նոտարական գրասենյակներում հնարավոր է ամուսնալուծության պարագայում ձևակերպել ալիմենտի վճարման համաձայնագիր, որը ցավոք սրտի լայն տարածում ունեցող գործարքներից չէ, պատճառներից մեկը եւ գլխավորը այն է իմ կարծիքով, որ մեզանում դեռևս ձևավորված չէ քաղաքակիրթ ոչ քաղաքակիրթ ամուսնալուծվելու մշակույթը մեզանում ձևավորված չէ եւ մարդիկ շատ հաճախ դիմում են դատարան եւ ալիմենտի բռնագանձումը տեղի ունենում դատական կարգով եւ նաեւ իրավական գիտելիքների պակասն է, որը հանգեցնում է այդ դատական ճանապարհով ընթանալուն։ Սակայն կողմերը կարող են գալ նոտարական գրասենյակ եւ որոշել իրենք ինքնուրույն փոխադարձ համաձայնությամբ ալիմենտի վճարման կարգը, չափը, պայմանները եւ ֆիքսել ալիմենտի վճարման համաձայնագրով, որը ունի կատարողական թերթի ուժ եւ կարող է ներկայացվել ալիմենտի բռնագանձման համար։ Որն է այդ համաձայնությունը, կա ինչ որ մինիմումից մաքսիմում սահմանված գումար, որը համարվում է հարիր գումար ալիմենտային վճարումների համար։ Կողմերը իրենք կարող են որոշել ալիմենտի վճարման չափը, այսինքն կարող են սահմանել ինչ որ մեկ անգամյա վճարվող գումար կամ կարող են սահմանել ալիմենտ վճարողի աշխատավարձին համամասնորեն յուրաքանչյուր ամիս վճարվող կայուն դրամական միջոցի ձևով կամ կարող են սահմանել, որ ընդհանրապես չի վճարելու գումարներ, այլ փոխարենը գույք է հանձնելու, որը ապրոստի միջոց կհանդիսանա այդ ալիմենտ ստացողի հետագա կյանքի համար կամ կարող է ծառայություններ մատուցել, աշխատանքներ կատարել, այսինքն կողմերը լիովին ինքնուրույն են որոշում ալիմենտի վճարման պայմանները եւ կարգը։ Այստեղ է կարեւորությունը հենց նոտարական վավերացման համաձայնագրերի, որ իրենք լիովին ազատ են եւ կարող են իրենք որոշել պայմանները, սակայն օրենքով իմպերատիվ նորմ է սահմանված անչափահաս երեխաների պարագայում վճարվող ալիմենտի չափը չի կարող պակաս լինել օրենքով սահմանված նվազագույն չափից, այսինքն իրենք ունեն մինիմալ սանդղակ, որից պակաս վճարել չեն կարող։ Որն է այդ մինիմալ սանդղակը։ Մեկ երեխայի պարագայում 1/4-ը, երկու երեխայի պարագայում 1/3-ը եւ երկու Ինչի 1/4-ը։ Ծնողի աշխատավարձի կամ եկամուտի։ Իսկ եթե չի աշխատում, ոչ որպես գրանցված աշխատող, ոչ առհասարակ։ Եվ այդ դեպքում գործազրկության նպաստից է հաշվարկվում։ Ծիծաղելի է։ Երբ նշեցիք, որ ամենալավ տարբերակն է, որ իսկապես մեկը մյուսի հետ համաձայնեցնեն, նախադեպեր եղել են։ Կան, բայց շատ քիչ են, տարածում չունի։ Չնայած ասում եմ, դա երկուստակ ձեռնտու է եւ ալիմենտ ստացողի եւ ալիմենտ վճարողի համար, քանի որ ալիմենտ ստացողը այս պարագայում կարող է հավակնել ավելի մեծ գումար ստանալուն, քան ինքը կստանար դատական կարգով ալիմենտի բռնագանձման պարագայում։ Շնորհակալություն Թեհմինե, մենք այսօր նպատակադրված են կտրել այս թեման, որովհետև հարցերը շատ են եւ եզակիորեն պատասխանել այդ հարցերին դժվար կլիներ։ Գոհար, հիմա փորձենք արդեն իրավական տեսանկյունից մի քիչ բարձրաձայնել ու հասկանալ, ինչպիսի պարտավորություններ ունեն ի սկզբանե օրենքով նախասահմանված ծնողներն իրենց երեխաների նկատմամբ։ Նախ նշեմ, որ միջև ամուսնալուծությունը, ինչպես ասացիք, ամուսնության ընթացքում նաև, եթե երեխան ապրում է նորմալ ընտանիքում, երկու ծնողների հետ միասին, երկու ծնողները համատեղ պարտավոր են հոգալ երեխայի ապրուստը եւ այլ կարիքները։ Իսկ ինչ վերաբերում է արդեն ամուսնալուծությունից հետո, խնդիրը հենց հիմնականում այստեղ է առաջանում, քանի որ համատեղ երբ որ ապրում են ծնողները, փոխադարձ եթե անգամ մեկ ծնողն է հոգում, խնդիր չի առաջանում որպես կանոն,
Ինչ վերաբերում է ամուսնալուծությունից հետո, այս դեպքում պետք է հոգան նորից երկու ծնողները, երեխայի ծախսերը, կարիքները, բայց արդեն այն ծնողը, որը չի բնակվում երեխայի հետ, շատ հաճախ հրաժարվում է կամավոր հոգալ ծախսերը եւ արդեն առաջանում են այս հարաբերությունները, արդեն գալիս է իրավական դաշտ։ Մեկ հարց։ Հիմնականում ինչպես է Հայաստանում օրենքը, երբ որ արդեն գործը հասնում է դատարան եւ բաժանության հարցն է բարձրացվում, դատարանը ում է ավելի կողմնակալ կերպով տալիս երեխայի դաստիարակության խնամքը, մոր թե հոր։ Կոնկրետ օրենքով նախատեսված չէ որևէ արտոնություն չկա որևէ մեկի համար, այսինքն մայրը կամ հայրը, որպես կանոն, երբ որ երեխան, հատկապես երեխաները փոքրահասակ են, մորն է խնամքը տրվում, քանի որ կարիքը նաև մոր ավելի է զգացվում այս դեպքում։ Ուզում եմ հասկանալ, որ չափանիշներով են այդպես համարում։ Կան չէ մայրեր, որոնք Աստված չանի, բայց այդքան էլ adekvat չեն իրենց երեխայի դասերին։ Շատ հաճախ մայրերը հենց հրաժարվում են երեխայի խնամքից եւ հայրերն են ստիպված լինում հոգալ այդ կարիքները, բայց հաշվի առնելով, ասենք, եթե երեխան մինչեւ 1 տարեկան է, կերակրելու եւ այլ հատուկ խնամքի կարիք է զգում մոր կողմից, այս դեպքերում հաստատապես հանձնվում է մոր խնամքին։ Բայց որպես այդպեսին չափանիշ չկա, որ այսինքն այս տարեկանից երեխան կարող է հանձնվել հորը կամ մորը։ Հավասարապես եւ կարող է հանձնվել հոր խնամքին, թողնվել եւ մոր։ Ես ինչու եմ այդ հարցը տալիս, ենթադրենք, որ տղամարդուն է հանձնվել երեխայի խնամքը։ Երբևիցե եղել են նախադեպեր, որ մորից պահանջվի ալիմենտ, այո, եւ մայրը վճարի։ Կոնկրետ ես տեղյակ չեմ նման ինչ-որ նախադեպ չեմ կարող ասել, բայց օրենքով արգելված չէ եւ շատ նորմալ է, երբ որ մոր կողմից վճարվի ալիմենտը։ Եթե հոր խնամքին է երեխան, ապա մայրը պետք է վճարի այս դեպքում, այո։ Հիմա գանք արդեն իրավական դաշտ։ Ենթադրենք այդ ամուսինները ամուսնացած են լոկ իրենց բանավոր խոսքով եւ գրանցված չեն կայացության գրասենյակում, հա։ Այս պարագային ինչպես է արվում։ Եթե ամուսնությունը գրանցված չէ քաղաքացիական կայացության ակտերի գրանցման մարմնում, այս դեպքում երեխայի հայրությունը պետք է հայրություն ճանաչվի հոր կողմից։ Այդ ընթացքում, երբ որ ծնվում է երեխա, պետք է հայրությունը ճանաչի հոր կողմից, հակառակ դեպքում օրենքի տեսանկյունից, իրավական տեսանկյունից չի համարվում հայրը։ Եվ այսինքն արդեն դրանից հետո եթե ալիմենտային ինչ-որ հարցեր առաջանան, մայրը ստիպված պետք է դիմի դատարան հայրությունը ճանաչելու պահանջով նախ, դրանից հետո միայն եթե ճանաչվի հայրությունը, նոր կարողանա դիմել նաև ալիմենտ բռնագանձելու պահանջով։ Շնորհակալություն, մենք ներկայացնենք նաև մեր տաղավարում ներկա գտնվող հյուրերին, մարդիկ, ովքեր այս կամ այն կերպ առնչվել են հենց այս խնդրին։ Մայր եւ մանուկ բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Տիկին Ամալիա Ասրյան, բարի երեկո, եւ այս կողմում Շենգավիթ բժշկական կենտրոնի հոգեբան Նարինե Պետրոսյան։ Նարինե, հարցս առաջնահերթ կերպով ձեզ եմ ուղղում, հաճախ եւ կանայք եւ տղամարդիկ շատ են ամաչում այդ ամուսնալուծության հարցերը բարձրաձայնելուց եւ գործը հասնում է դատարան նաեւ այդ ամոթի պատճառով։ Երեխաների հետ կապված, ինչպիսի հոգեբանական խնդիրներ են առաջացնում ալիմենտների վճարումը կամ պարտավորությունները կամ մասնավորապես երբ արդեն հստակ սահմանվում է 1 օր տեսնելու կամ 1 շաբաթ տեսնելու իրավունքը որևէ ծնողի։ Գիտեք, խնդիրը ինչումն է, այստեղ մենք պետք է մեր ազգային առանձնացնենք, որովհետև չենք կարող համեմատվել որևիցե մի երկրի հետ, առավել ևս ամուսնալուծությունների կարգով։ Ես ըստ ստատիստիկայի ասեմ, աշխատանքային պրակտիկայի ընթացքում հստակ տարանջատել եմ մի բան, որ այն ծնողները, որոնք որ ապահովված են, ամուսնալուծության ընթացքում ավելի քիչ խնդիրներ են առաջանում, այսինքն հայրը ինքնակամ որոշում է, որ պետք է ստանձնի երեխայի այդ խնամքը կամ ալիմենտ ասվածը։ Եվ շատ հաճախ նույնիսկ ամուսնալուծության չի հասնում, որովհետև մայրը զսպելով եւ քողարկելով իր բոլոր խնդիրները հանուն երեխայի եւ հանուն երեխաների բարօրության որոշում է, որ լռել եւ մնալ, որովհետև լավ հայր է եւ հոգետանում երեխաներին ֆինանսապես։ Այս հարցերը այս տեսակետից այսպես են լուծվում։ Իսկ հիմնականում նրանք, ովքեր որ անապահով են, այս դեպքում է առաջանում դատարան եւ պահանջները։ Հիմնականում ես կարող եմ ասել, որ ավելի շատ դիմում են կանայք ամուսնալուծությունից հետո դատարան, իմ կարծիքով ավելի ենթատեքստորեն պատժելու ամուսնուն, հա, որ նաև քո երեխան է եւ դու պետք է պարտավորված լինես որևիցե մի ձևով երեխային օգնելու եւ ավելի շատ ոչ թե ակնկալելով այդ 30,000 դրամը կամ 15,000 դրամը, այլ որպեսզի ինչ որ մի ձևով ամուսնուն ստիպի, այդ եթե ամուսնական տարիների ընթացքում չի եղել երեխայի հանդեպ պարտավորվածություն,
գոնե այդ ժամանակ ստանձնի երեխայի հանդեպ ինչ-որ մի ուշադրություն կամ պարտավորվածություն։ Երեխաների միանշանակ չի կարելի դարձնել կռվախնձոր կամ ձեռքբերման միջոց, որովհետև այսօր մենք շատ հայ մայրեր ունենք, որոնք որ շատ ավելի թասիբով են եւ ամուսնալուծությունից հետո ոչ միայն չեն դիմում դատարան, նաեւ չեն պահանջում ալիմենտ, այլ փորձում են իրենք չգիտեմ, մի քանի տեղ աշխատելով փորձել երեխայի բարօրությունը հոգալ, որպեսզի նաև տրավմայի չենթարկել երեխայի հոգեվիճակը, չքաշքշելով դատարաններ, թաղապետարան եւ այլն, որովհետեւ այստեղ դատարանը չի որոշում երեխայի խնամքը հանձնել ծնողներից որևիցե մեկին, այլ թաղապետարանը հատուկ բաժին ունի խնամակալության եւ այդտեղ ժամերը եւ այլն։ Իհարկե նման իրավիճակին հասնելուց երեխան անմիջապես ընկնում է հոգեբանական ճգնաժամի մեջ։ Այստեղ ծնողներից յուրաքանչյուրը պետք է հասկանա, որ չի կարելի ինչքանով էլ իրենք ունեն լարվածություն եւ կոնֆլիկտ, երեխայի վրա չպետք է ազդել հոգեբանորեն, որովհետեւ ինչքան էլ որ վատն է իր հայրն է, նամանավան եթե հայրը պահանջում է երեխային տեսնելու համար, մայրը պետք է այդ էգոն, դնի մի կողմ եւ հասկանա, որ հանուն իմ երեխայի ես ավելի լավ է այդպես թեկուզ նոտարական գրասենյակ գնալով կամ փոխհամաձայնության եւ երեխային ասել, որ օրը ուզում ես եւ որ ժամին ուզում ես, քո մի քանի ժամով գոնե հոգեբանական աջակցությունը երեխան հորից կստանա։ Նարինե, շնորհակալ եմ այդ հարցը բարձրացնելու համար, երբ կինը համարվում է հպարտ եւ երբ կինը իր ինքնասիրությունից վեր է դասում ալիմենտ պահանջել ամուսնուց, որը որ ըստ էության պարտավոր է երեխայի ծախսերը եւ հոգսը հոգալ նույնքան որքան որ կինը։ Այս մասին մենք կշարունակենք խոսել կարճատև դադարից հետո։ Եթե ծնողը չի կարողանում հոգալ կամ ծնող ընդհանրապես չկա կամ չի կարողանում հոգալ իր երեխայի խնամքը, այս դեպքում ոչ միայն ծնողներից օրենքը նախատեսում է հնարավորություն ալիմենտ պահանջելու, այլև տատը, պապը հիմնականում ամուսնալուծվում են այն կանայք, որոնք որ վստահ են, որ իրենք կարող են հոգ տանել երեխաների կամ երեխայի համար։ Կյանքն անկանխատեսելի է եւ որևէ մեկը չի կարող ենթադրել մի քանի տարի հետո ինչ իրավիճակում կգտնվի ինքը, կինը, երեխայի հետ միասին։ Ամուսնալուծությունը որպես այդպեսին, եթե արդեն կողմերը որոշել են ամուսնալուծվել, ոչ մի ձևով կանխել հնարավոր չի։ Արտաամուսնական բյուջե, այսպես ենք խորագրել, քանզի թեման են ալիմենտները եւ ալիմենտների վճարման կարգը եւ թե ինչպես անել, որպեսզի առանց դատական խնդիրների այս ամենը լուծվի ու հարթվի։ Մեր այսօրվա հյուրը Տիկին Ամալյան արդեն 21 տարի է ինչ զբաղվում է հենց նմանատիպ խնդիրներով եւ բարեգործությամբ։ Տիկին Ամալյա, որքանով հաճախ եք հանդիպում բաժանության դեպքերի, որոնք Աստված չանի, բայց ավարտվում են այսպիսի ելքով եւ ինչպիսի ծառայություններ է մատուցում ձեր ընկերությունը։ Դե գիտի, ես Մարիամանու կազմակերպության նախագահ եմ, ես ուղղակի ծնողազրկ երեխաներին եմ տանում Ծաղկաձոր, արդեն 21 տարի, 14 տարին եմ 1700 երեխաներ։ Ես նման բան չեմ հանդիպում կազմակերպության երեխաների միջև, բայց ես ձեզ ասեմ, շուկայից ես առևտուր էի անում, մի կին ես վերջերս, իմանալով, որ ես Մարիամանու կազմակերպության նախագահ եմ, ես հարցով դիմեցի ինձ, որպեսզի ես օգնեմ իր աղջկան, այն թափում են ապրում, այն թափ գյուղում։ Իրանք ամուսնալուծվել են եւ դատական կարգով պետք է ալիմենտ տա։ Բայց այդ տղան ինչ-որ խմողա, մորֆինիստա, ինչա, չի աշխատում եւ ալիմենտ չի տալիս։ Ես անգամ մասիս քաղաքն եմ զանգել այդ հարցով, ով այդ հարցով զբաղվում է, ասում է չի աշխատում հայրը, որտից տա, այդ ձև են պատասխանում։ Շնորհակալություն Տիկին Ամալյա, այ հիմա Նարինե Գոհար անդրադառնանք այս հարցին, հա։ Ենթադրենք խնդիր ունին, ասենք նարկոման է ամուսինը կամ բաժանված հայրը աշխատունակ չէ, առհասարակ, հիվանդ է, ունի խնդիրներ, ինչևից է։ Ով է այդ պարագային պարտավորվում վճարելու ալիմենտը, ընտանիքը, տատիկ-պապիկները, թե ովքեր։ Եթե ծնողը չի կարողանում հոգալ կամ ծնող ընդհանրապես չկա կամ չի կարողանում հոգալ իր երեխայի խնամքը, այս դեպքում ոչ միայն ծնողներից օրենքը նախատեսում է հնարավորություն ալիմենտ պահանջելու, այլև տատը, պապը, իհարկե մյուս ծնողը նույնպես պարտավոր են հոգալ։ Նման պարագայում, եթե հայրը իրոք որևէ ապրուստի միջոց չունի, ալիմենտ կարող է բռնագանձվել աշխատունակ տատերից, պապերից, որոնք կկարողանան հոգալ երեխայի խնամքը։
Թեհմինե, ինչպիսի կոմպրոմիսային տարբերակներ են լինում, հա, այս պարագային, երբ ընտանիքի անդամները վճարողունակ չեն, բայց դատարանը ենթադրենք որոշել է, որ պետք է լինի վճարում։ Կարող է ալիմենտի վճարումը տեղի ունենալ ոչ միայն վճարման ձևով, այլ նաև գույք հանձնելու միջոցով կամ աշխատանքներ, ծառայություններ կատարելու միջոցով։ Այսինքն դրամի վճարումը չի միայն սահմանված որպես ալիմենտի վճարման տարբերակ։ Կողմերը ինքնուրույն կարող են որոշել եւ նաև կարող են գույք հանձնել, որից անձը եկամուտ կստանա, վարձով կտա կամ ինչ-որ մի բան կանի եւ դրանից եկամուտ կստանա ու կհոգա իր ապրոստի միջոցը։ Եվս մի ոչ կոռեկտ թվացող հարց։ Այդ տիկին Ամալիա նշեց, որ հիմնականում ծնողազուրկ երեխաներին է տանում հանգստի գոտիներ, որտեղ երեխաները քիչ թե շատ կարողանում են հոգալ իրենց մանկության խնդիրներն ու կարիքները։ Եթե ծնողազուրկ է երեխան, արդյոք այս պարագային պետք է նախասահմանել ալիմենտներ կամ օրենքը ինչ է նախատեսում։ Ասենք թե մահացել է հայրը եւ կինն էլ որոշել է կապել իր կյանքը ուրիշի հետ, բայց միևնույն ժամանակ գուցե բաժանված է։ Եթե ծնողներից մեկը կենթանի է, այս դեպքում հենց այդ ծնողն է պարտավոր հոգալ երեխայի խնամքը, բայց շատ հաճախ երեխաները, ասենք, մանկատանն են գտնվում եւ երկու ծնողներն էլ իրականում աշխատունակ են եւ կարող են հոգալ։ Այս դեպքում նույնպես ալիմենտ բռնագանձելու հնարավորություն օրենքը նախատեսում է, երբ որ երեխան գտնվում է որևէ կազմակերպությունում, բայց ծնողների կողմից վճարվում է ալիմենտ, որը փոխանցվում է հենց այդ կազմակերպության հաշվին գումարը։ Այդ դեպքում գումարը հետագայում է հանձնվում երեխային, իսկ մնաց, ասենք, 18 տարին լրանալուց հետո նաև գումարով կատարվում են հոգում են այդ կազմակերպությունը հոգում է երեխայի ծախսերը։ Այս դեպքում եթե կա ծնող, ուղղակի հրաժարվել է երեխայից, նույնպես կարելի է ալիմենտ բռնագանձել ծնողից։ Եղավ։ Շնորհակալություն։ Ալիմենտային պարտավորության սահմանումը բացի իր անմիջական նպատակից, որը պարտավորությունն է, ընտանիքի անաշխատունակ անդամի կենսական կարիքները բավարարելուց բացի ունի նաև մեծ դասյարակչական նշանակություն։ Սա նշանակում է, որ մարդ ունի պարտավորությունների որոշակի շրջանակ, որոնք որ պարտավոր է պահել, պահպանել եւ նաեւ ամեն ինչ անել, որպեսզի դրանք կարողանա ապահովվել։ Այսպիսով, խնդրի լուծումն է ընտանիքի ապահովումը, թե ինչպես է այդ արվում, մենք իմանանք այս պահին եւ երբ որ ասում են եկեղեցում Տեր ես, Տեր եմ, հնազանդ ես, հնազանդ եմ եւ քաղաքացիական կացության ակտերի գրանցման սենյակում դնում են այդ ստորագրությունը, սա լոկ ստորագրություն չի, այլ մի ամբողջ ընտանիքի պարտավորվածություն։ Հրավիրենք այս պահին մեր հաջորդ հյուրին, ով կփորձի պատասխանել մեզ հուզող հարցերին, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի նոր-նորքի քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժնի մասնագետ Աննա Ալեքսանյանին։ Բարև ձեզ, համեցեք, շնորհակալ են գալու համար։ Երբ գալիս են իրենց ամուսնությունը գրանցելու, արդյոք մարդիկ պարտավորությունների շրջանակը պատկերացնում են։ Նրանց հետ խոսակցություն տարվում է, թե ինչ է սպասվում, ինչ կարող է լինել հետագայում։ Սովորաբար, երբ որ զույգը գալիս է տարածքային բաժին եւ ներկայացնում է դիմում ամուսնությունը գրանցելու համար, որպես կանոն արդեն որոշումը կայացած է։ Եվ ամեն դեպքում այնքան իմաստուն է օրենսդիրը, որ որոշել է ամեն դեպքում 10-օրյա ժամկետ տրամադրել մեկ անգամ եւս որոշելու համար։ Պատրաստ են նրան գրանցել արդյոք իրենց ամուսնությունը, թե ոչ։ Պատրաստ են, որ հասկանան, որ այն փաստաթուղթը, որ վերջում հանձնվեց իրենց, իսկապես դա իրենց միության փաստն է, գրանցված պետության կողմից գրանցված փաստն է։ Եվ որպես կանոն, փառք Աստծո, որևէ մեկը չի հրաժարվում, շատ հաճախ ներկայացված դիմումները իրենց տրամաբանական ավարտն են ունենում, արդյունքում հանձնվում է ամուսնության վկայական եւ ենթադրվում է երջանիկ միություն։ Ենթադրվում է լավ հնչեց, ինչու եմ ասում, որովհետև գալիս են ոգևորված երբեմն 20-22 տարեկանում, անգամ չիմանալով, թե ինչպիսի լուրջ ու ծանր պարտականություն է ընտանիքը։ Հետագայում եղել են ձեզ մոտ պրակտիկայում դեպքեր, երբ նույն զույգը, որին գրանցել եք, նաև նույն զույգը բաժանվի։ Շատ կուզենայի ասել, որ նման բան չի եղել, բայց հավատացեք հնարավոր, այո, իհարկե, եղել է այդպիսի բան, ցավով պիտի նշեմ, որ եղել է, որ այն զույգը, որ մեզ մոտ իր ամուսնությունն է գրանցել, միաժամանակ հետո ներկայացել է քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումն իրականացնող մարմին, այն է ԶԱԳՍ-ի բաժին ամուսնությունը լուծելու խնդրանքով, եւ ասեմ, որ համաձայն Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 15-րդ հոդվածի զույգն իրավունք ունի իր ամուսնալուծության վերաբերյալ դիմումը ներկայացնել ԶԱԳՍ-ի բաժին, շրջանցելով դատական այդ տհաճ իրավիճակները։ Երբ են շրջանցում դատարանը,
Երբ որ ունեն փոխհամաձայնություն։ Երբ արկա է փոխադարձ համաձայնությունը։ Դա մեկն է, տարբերակներից մեկն է, բայց եթե ամուսինը դատապարտվել է ազատազրկման 3 տարուց ոչ պակաս ժամկետով, եթե դատարանը ամուսնուն ճանաչել է անգործունակ կամ անհայտ բացակայող, դարձյալ զույգից մեկը արդեն կարող է ներկայանալ տարածքային բաժին ամուսնալուծությունը գրանցելու խնդրանքով։ Շնորհակալություն։ Գոհար, որ պարագային ծնողները կարող են եւ որ ծնողները կարող են պահանջել ալիմենտ։ Այն ծնողը, որի խնամքին գտնվում է երեխան, որը կամավոր ստանձնել է խնամքը կամ դատարանով է որոշվել երեխային հանձնել այդ ծնողի խնամքին, այդ ծնողը իրավունք ունի մյուս ծնողից պահանջելու ալիմենտ։ Մեկ հարց, եթե բաժանվել են դատարանով եւ ալիմենտների հարցը չեն քննարկել, ուղղակի բաժանվել են կամ առանց դատարանի, հա, ամուսնալուծվել են։ Հետագայում արդեն post factum արդյոք ծնողը կարող է դիմել դատարան, որպեսզի պահանջի իր Այո, իհարկե կարող է դիմել, եթե ամուսնալուծության պահանջի հետ միասին, օրինակ, եթե դատարանով են ամուսնալուծվել, չի ներկայացվել նաև ալիմենտի բռնագանձման պահանջ, հետագայում կարող է առանձին պահանջով դիմել դատարան։ Մենք գիտենք, որ ըստ օրենքի նախասահմանված է երեխայի հետ կապված հարցերը լուծում է նրա ծնողը մինչև նրա չափահաս դառնալը, այդպես է թե ոչ։ Արդյոք չափահասությունն ունենալով երեխան կարող է ինքնուրույն դիմել դատարան իր ծնողներից պահանջելով ալիմենտ։ Թե նման բան չկա։ Ալիմենտի բռնագանձումը որպես կանոն ծնողներից մինչև երեխայի չափահաս դառնալն է, այսինքն 18 տարին լրանալը, բայց օրենքը նաև հնարավորություն է տալիս արդեն չափահաս, բայց անաշխատունակ երեխային իր ծնողից ալիմենտ պահանջել, այս դեպքում եթե երեխան չի կարողանում հոգալ իր ապրուստը, իսկ ծնողները կարող են հոգալ, նույնպես կարող է դիմել արդեն երեխան դիմել դատարան ծնողից կամ ծնողներից պահանջել ալիմենտ։ Լավ, ես գիտեմ շատ դեպքեր, երբ բաժանության պատճառով նաև վատանում են մարդկանց գործերը եւ իսկապես հայրը, եթե ենթադրենք հայրն է վճարողը ալիմենտները, չունի հնարավորություն վճարելու։ Չունի գույք, որը վերցվի այդ գումարի փոխարեն եւ դատարանը միևնույն է սահմանել է որոշակի գումար, ելնելով ինչ-ինչ օրենքներից։ Այս պարագային ինչպես է արվում այդ ալիմենտի վճարումը։ Գնում են հարկադիր կերպով են վերցնում, թե ինչ են անում, թե ծնողներն են պատասխանատու։ Եթե ծնողը չի աշխատում, չունի վաստակ կանոնավոր կամ անկանոն եւ այլն, դատարանը կայուն դրամական գումարով է որոշում, այսինքն ոչ թե ինչպես նշվեց արդեն 1/4-ի, 1/3-ի չափով, այլ կայուն դրամական գումար է որոշում։ Այս դեպքում այդ գումարը վճարվում է, եթե օրինակ ստանում է գործազրկության նպաստ եւ այլն այդ նպաստներից, ցանկացած նպաստներից, իսկ եթե որևէ եկամուտ, որևէ գույք չունի, այս դեպքում գոյանում է պարտք, այսպես ասած, ալիմենտային եւ հետագայում, երբ որ անձը կաշխատի, կստանա որևէ գումար եկամուտ, արդեն հարկադիր կատարման ծառայության միջոցով բռնագանձումը կկատարվի այդ գումարներից։ Հետաքրքիր բան է, որ մենք երեխայի դասերակցության գործում ծնողից պահանջելով գումար, ասում ենք անխիղճ է հարցը կամ հոգի չունի կամ խայտառակ է, հա, գնում է դատարաններ է դիմում, բայց մոռանում ենք, որ այդ երեխային պահելու կերպ է պետք ստեղծել։ Հիմա պատահում է, որ զույգերը գալով ձեզ մոտ կամ նախադեպը կա, որ ունենան ամուսնական պայմանագիր ի սկզբանե, որը կանխի նրանց հետագա քաշքշուկներից։ Մեզ մոտ առայժմ չի եղել այդպիսի դեպք, որ ներկայանան ու ասեն, որ իրենք ունեն ամուսնական պայմանագիր, բայց պիտի նշեմ, որ միշտ չէ, որ մենք այսպես մեծ պատրաստակամություն ենք հայտնում ամուսնալուծության դիմումը ընդունելու։ Շատ հաճախ այնպես է ստացվում, որ ասես մենք զգում ենք, որ մի փոքր գժտության արդյունք է սա կամ մի փոքր մի բան ապացուցելու արդյունք է, հա, ասած մեկը մյուսին, արկա է սերը, կա փոխադարձ հարգանք։ Պարզապես մի փոքր միջադեպի պատճառով որոշել են այսպես մեկը մյուսին մի բան ապացուցելով գալու դիմում ներկայացնել։ Ճիշտ է, մենք դատարան չենք եւ բնավ իրավունք չունենք քննարկելու այդ ամենը, բայց հնարավորինս փորձում ենք, եթե իհարկե զույգը ինքն է անկեղծանում, շատ հաճախ որոշում ենք մի փոքր այսպես հաշտեցնել, ասես, հա, իրենց մեկ անգամ եւս կշռադատել, վերանայել հարաբերությունները եւ նոր գալ դիմում ներկայացնել։ Աննալինում է, որ դիմեք հոգեբանի օգնությանը։ Ես երբեմն խորհուրդ տալիս եմ, որ դիմեն հոգեբանին, որովհետև ես զգում եմ, որ այդքան էլ միտումը մեծ չէ ամուսնալուծվելու։ Իսկ լինում է, որ ամուսնալուծվում են հատուկ պետության որոշ բարիքներից օգտվելու համար, այդպիսի դեպքեր էլ շատ կան, ցավալի, իհարկե կարողանում են օրինակ ԶԱԳՍ-ում հասկանալ, սա իսկական ամուսնալուծություն։ Մենք հնարավոր է Նազենի, որ զգանք, որ իրական չէ այդ ամուսնալուծությունը, բայց մենք ամեն դեպքում մերժելու իրավունք չունենք։ Միգուցե իրենք այլ նպատակների համար են դրան այդ ամենը անում, ասես որպես գործարք, բայց մենք ամեն դեպքում զգալով հանդերձ մերժելու իրավունք չունենք եւ քննարկելու եւս։ Շնորհակալություն, ասեք։ Ամուսնական պայմանագրերի հետ
հետ կապված իմ պրակտիկայում եղել են դեպքեր, երբ կողմերը որոշել են ամուսնալուծվել, փոխադարձ համաձայնությամբ կնքել են ամուսնական պայմանագիր, դրանով սահմանելով իրենց համատեղ կյանքի ընթացքում ձեռք բերված գույքի իրավական ռեժիմ, այսինքն սահմանել են, որ ամուսնուն կանցնի բնակարան, ավտոտնակը եւ այլն, կնոջը մնացած անշարժ գույքեր, այսինքն խուսափել են դատական կարգով այդ գույքի բաժանման ընթացակարգից, նաև այն պատճառով, որ դատական պրոցեսները թե ալիմենտի բռնագանձման ժամանակ եւ թե ամուսնական այդ ամուսնալուծվելիս գույք պահանջելու դեպքերում դատական պրոցեսը ինքնին երկար է, միջև գործը վարույթ է ընդունվում, նիստ է նշանակում, այո, եւ ծախսատար է, այսինքն ամեն դեպքում համաձայնագրերի ձևով այդ գործողությունների իրականացումը ավելի արդյունավետ է, որը սակայն ցավում եմ տարածում չունի։ Բայց վերջերս եղել է այդպես, որ ասես ամուսնության դիմում ներկայացնելուց հետո ծնողներն են եկել ու հետաքրքրվել, փորձել են ճշտել երբ եւ ինչպես է համարվում գույքը ընդհանուր։ Մենք բացատրել ենք, որ ձեռք բերված գույքը համատեղ է համարվում միայն ամուսնության պետական գրանցում իրականացնելուց հետո։ Հետաքրքրվել են շատ հաճախ պայմանագրի հետ կապված, մենք իհարկե խորհուրդ ենք տվել դիմել նոտարին, որից հետո արձագանքները չենք լսել, միգուցե եւ եղել են այնպիսի զույգեր, որ այո, մտավախությունից ելնելով փորձել են կարգավորել այդ ամենը մի շարք այլ հանգամանքներից հետագայում խուսափելու նպատակով։ Շնորհակալ ենք, սա անսպար թեմա է եւ մենք անշուշտ շարունակելու ենք կարճատև դադարից հետո։ Հիմնականում ամուսնալուծվում են այն կանայք, որոնք որ վստահ են, որ իրենք կարող են հոգ տանել երեխաների կամ երեխայի համար։ Կյանքն անկանխատեսելի է եւ որևէ մեկը չի կարող ենթադրել մի քանի տարի հետո ինչ իրավիճակում կգտնվի ինքը, կինը, երեխայի հետ միասին։ Ամուսնալուծությունը որպես այդպեսին, եթե արդեն կողմերը որոշել են ամուսնալուծվել, ոչ մի ձևով կանխել հնարավոր չի։ Արտամուսնական բյուջե, այսպես ենք խորագրել եւ կա հետաքրքիր մի պատմություն, փաստ։ Անգլիական Բազիլդոն քաղաքի դատարանը վերջերս հայտնվել էր ծանր իրավիճակում։ Մենդի Բեյքերը հղիացել է դոնորից, Մարկ Լանգրիջից, նրանք եղել են ընկերներ, եւ վերջինս հղիացել է երկու անգամ 1998 թվականին եւ 2000-ին։ Սա այսպիսի իրավիճակն անսովոր է եղել անգամ Մեծ Բրիտանիայի համար եւ ինչպես պնդում է Մարկը, ինքը երբեք չի պատրաստվել հայր դառնալու եւ ըստ իրեն ընդամենը վերցրել է պատասխանատվությունը որպես դոնոր լինելու։ Սակայն դատարանում երեխաների մայրը պնդել է, որ հայրը խոստացել է պահել իրենց եւ նրանից ալիմենտ է պահանջել։ Երկար քննարկումներից հետո տարօրինակ որոշում դատարանը որոշել է ալիմենտ նշանակել, թեև խոսքը միայն սերմնահեղուկի դոնորության մասին էր։ Եվ հիմա Մարկը ստիպված է շաբաթական 26 ֆունտ տրամադրել երեխաներին, եւ քանի որ դա դատարանի որոշումն էր եւ քանի որ դատարանը գիտեր դոնորի անունը, որոշել են, որ Մարկը սովորական դոնոր չէ, այլ անունը իմանալու, ուրեմն պետք է նաեւ պարտավոր է ճանաչել հայրությունը, այսպեսի ավտոմատ կերպով շղթայական ռեակցիա եղել։ Մեզ մոտ նմանատիպ դեպքեր եղել են, ունեցել ենք նախադեպեր, որ ենթադրենք հայրը, որը չգիտեր կնոջ հղիության մասին, ավտոմատ կերպով դառնա հայր, որը վճարում է ալիմենտ։ Հա, եթե ուղղակի չի իմացել կնոջ հղիության մասին, հետագայում կինը դիմում է դատարան, ճանաչում է հայրությունը ճանաչելու պահանջով, եթե կամավոր չի ճանաչում հայրությունը, այս դեպքում իհարկե ալիմենտի պահանջ նույնպես կարող է ներկայացնել։ Լավ, լինում է, երբ կանայք հպարտությունից ելնելով կամ որ հասարակության առջև ամոթ չլինի տարբերակով չեն գնում այդ քայլին, եւ տղամարդիկ կարծում են, թե այդքանով իրենց պատասխանատվությունը սահմանափակվում եւ վերջ։ Սա արդյոք եւս չի ներազդում նրանց հոգեբանության վրա, չէ՞ որ որքան կարելի է հոգսը վերցնել անընդհատ քեզ վրա։ Շատ են հանդիպում նման դեպքերը, երբ որ կանայք ամուսնալուծվելուց նախ գիտակցում են իրենք ուր են գնում, հիմնականում ամուսնալուծվում են այն կանայք, որոնք որ վստահ են, որ իրենք կարող են հոգ տանել երեխաների կամ երեխայի համար։ Եվ դրանից հետո թույլ տվեք չհամաձայնել, միշտ չէ որ այդպիսի կանայք են ամուսնալուծում։ Գիտեք ոնց, այն կանայք ես ասեմ այն կանանց մասին, ընտանեկան բռնության արդյունքում էլ են ամուսնալուծվում։
Խոսքը վերաբերվում է այն կանանց, որոնք որ ես ունեցել եմ հնարավորություն շփվելու իմ աշխատանքային գործունեության ընթացքում։ Նկատունեք ավելի վստահ են, հա, իրենց վրա։ Գիտեք ոնց, երբ որ զույգերը գալիս են, զույգերից ինչ-որ մեկը գալիս է ընտանեկան խնդրով, հիմնականում մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի չամուսնալուծվեն։ Իսկ ավելի վստահ որ չէ, միևնույն է, իրեն պետք է ընտանեկան անդոր, երեխաներին հոգեկան առողջություն եւ գնում է ամուսնալուծության, այն կանենք, որոնք որ ինքնագնահատականը ավելի բարձր է եւ համոզված է իր ուժերի վրա։ Ավելի խեղճ են այն կանայք, որոնք որ չունեն կրթություն, հա, ապրուստի միջոց եւ կախվածության մեջ են ամուսնուց կամ սկեսուրից կամ սկեսրորիչ, որոնք որ պահում են իրեն եւ երեխային։ Ես սա ի նկատի ունեմ։ Իհարկե լինում են ամուսնու կամ բռնությունների դեպքում էլ եւ շատ դեպքերում էլ այսօր մենք ավելի առաջընթաց ենք անցել, աղջիկա ծնողները շատ ավելի սատար են կանգնում հա իրենց երեխաների կողքին, որ եթե կա բռնություն, եթե սրանից չգիտեմ 20 տարի առաջ դա համարվում էր նորմալ եւ միևնույն է կինը պետք է ձայն չհաներ քողարկելով այդ ամենը, որտեղ ընտանիքի ամոթ է, կիմանան հարևանները եւ այլն ավելի լավ է փորձենք շրջանցել այդ խնդիրները եւ տարիներով շատ հիվանդություններ ձեռք բերելով հասնել հայկական ավանդական ընտանիքին ամուր ընտանիքին, հա։ Այսօր մենք ունենք արդեն նման դեպքեր, երբ որ կանայք ավելի ինքնավստահ են։ Կանայք երբ որ տեսնում են, որ իրենց կողքի տղամարդը չի ծառայում իրենց իբրև տղամարդ, չի կարողանում հոգ տալ ընտանեկան հոգսերի մասին, նրանք ավելի կտրուկ են գնում։ Կամ պարզապես դավաճանում է։ Նրանք ավելի կտրուկ են գնում այդ քայլին, որ ես ավելի լավ է գնամ, աշխատեմ, մի քանի տեղ աշխատեմ, փորձեմ երեխաներին պահել։ Գիտեք, այստեղ երեխաների խնդիրը ինչումն է։ Երեխան կլինի ալիմենտի պահանջ չի լինի, իմ խորհուրդը բոլոր մայրերին, երեխաներին ներգրավել այդ խնդրին, որովհետև ոչ մի դատական process-ում չեն կանչում երեխային, որ երեխան համաձայն է, որ հայրը ալիմենտ վճարի կամ մայրը։ Եվ պարտադիր չէ, որ ընտանիքում նույնիսկ քննարկվող այդ թեմա, որտեղ երեխան այդ ժամանակ շատ մեծ հոգեբանական տրավմա կարող է ունենալ, մտածելով, որ իր համար գումար են պահանջում։ Եկեք ամփոփելով այսօրվա եթերը խորհուրդ տանք, հա, ինչպես ճիշտ քայլել, ինչպես ճիշտ ամուսնանալ եւ ինչպես անել, որ Աստված չանի, բայց ամուսնալուծությունից հետո որևէ կողմը չկանգնի խնդրի առջև։ Նախ ես կարծում եմ, որ ԶԱԳՍ-ի բաժնում ամուսնությունը գրանցելուց զատ իհարկե կարծում եմ կհամաձայնեն շատերը, որ մեծ տեղ պետք է տալ հոգևոր պսակադրությանը։ Ես կարծում եմ, որ դա իսկապես պարտադիր է, եթե ԶԱԳՍ-ում գրանցում կատարելը ցանկալի։ Ամեն դեպքում տարածքային բաժնում ամուսնությունը գրանցելու արդյունքում կարելի է ենթադրել, որ կինը ավելի ինքնավստահ կլինի հետագայում, որովհետև կյանքն անկանխատեսելի է եւ որևէ մեկը չի կարող ենթադրել մի քանի տարի հետո ինչ իրավիճակում կգտնվի ինքը, կինը, երեխայի հետ միասին։ Շնորհակալ ենք Աննա, Ֆեմինե։ Ամփոփելով Ամուսնալուծությունը որպես այդպիսին, եթե արդեն կողմերը որոշել են ամուսնալուծվել, ոչ մի ձևով կանխել հնարավոր չի, պարզապես իրենք կարող են իրավական տեսանկյունից պաշտպանված լինել, որը նախ եւ առաջ հնարավոր է ամուսնական պայմանագիր կնքելու ճանապարհով։ Կողմերը ամուսնական պայմանագիր կարող են կնքել ինչպես ամուսնության ընթացքում, այնպես էլ մինչև ամուսնանալը, սահմանելով, որ ամուսնության ընթացքում ձեռք բերվող գույքը, ասենք, կլինի այն ամուսնու սեփականությունը, ում անվամբ կգրանցվի կամ իրենց համար ընդունելի ցանկացած այլ պայմաններ կարող են սահմանել ամուսնական պայմանագրով։ Ես կարծում եմ նույնպես, որ կարևոր է դուք ամուսնացած եք։ Այո։ Պայմանագիր ունեք։ Ոչ։ Վստահում եք ձեր ամուսնուն։ Այո։ Թե օրենքները գիտեք։ Գոհար կասկածեցիք։ Կարծում եմ, որ երկու տարբերակն էլ պետք է նաև եւ օրենքով սահմանված կարգով պետական գրանցում իրականացնող մարմնում գրանցել ամուսնությունը եւ նաև եկեղեցով։ Այս դեպքում եթե կա սերը, ինչպես նշեցիք, կարելի է կանխել ամուսնալուծությունները, իսկ ամուսնալուծության դեպքում եթե գրանցված ամուսնություն է, կինն էլ տղամարդն էլ ավելի պաշտպանված են իրենց զգում, իսկ ամուսնական պայմանագիր կնքել չկնքելը ամեն մեկի որոշելու խնդիրն է, բայց կարծում եմ եւս տարբերակ է պաշտպանելու իրավունքները հետագայում նաև։ Գոհար, եկեղեցով ամուսնությունը արդյոք համարվում է իրավական փաստաթուղթ։ Ոչ, եկեղեցի։ Լավ։
ոչ ոք չի ասում, որ պետք է ապրել գերության մեջ եւ ծառայի պես ստրկամտորեն տանել կյանքի բոլոր դժվարությունները, բայց հաճախ սովորական կենցաղային խնդրից մարդիկ ամուսնալուծվում են, բայց չէ որ այնտեղ կան երեխաներ, որոնք պարտավոր չեն մեծերի անպատասխանատվության այդ պտուղները համտեսել եւ ամբողջ կյանքում լինել խնդրահարույց իրավիճակում։ Այնուամենայնիվ բաժանությունից առաջ արժի 1000 անգամ մտածել եւ եւս մեկ բան, երբ ասում ենք չկա մի մարդ, ով կարող է կանխել, չէ՞ որ մենք եկեղեցում պսակադրվում ենք եւ ասում ենք այո, Տեր եմ եւ հնազանդ եմ։ Գուցե կարողանան հոգեվոր հայրերը տալ մեզ այն պատասխանները, որոնք մենք չենք կարողանում գտնել մեր մեջ։ Իսկ բոլորիս մաղթում եմ իհարկե իրավական առումով գրագիտություն, իսկ ընտանեկան առումով խաղաղություն։ Թող անդոր լինի ձեր ընտանիքներին, կհանդիպենք։